Հարմար նստիր, թեյ վերցրու, քեզ հետ Գոհարն ու Անին են։ Մենք չենք բուժելու, ուղղակի խոսելու ենք հոգեբանության մասին պարզ ու հասկանալի։ Նենց ոնց կխոսեիր ընկերներիդ հետ, բայց կլինի գիտահեն։ Սա ոնց ես պոդքասթն է հոգեկան առողջության մասին, որտեղ դու ընդունված ես նենց ոնց կաս։ Բարև ձեզ, ձեզ հետ Անինա ու Գոհարը։ Այսօր խոսելու ենք հարաբերություններից, ավելի ճիշտ հարաբերությունների ոչ ռոմանտիկ մասից։ Եվ նաև այն մասին, թե ինչու է նենց, որ սկզբից հարաբերությունները լինում են լավ, բայց հետո առաջանում են խնդիրներ։ Հարաբերությունների սկզբում հիմնականում շատ շատերիս մոտ հարաբերությունները շատ նման են հրաշքի, նման են այն մտքերին, որ վсё ես գտել եմ իմ համար իմ կյանքի միակին, ինքը ինձ հասկանում է, ընդունում է եւ այլն եւ այլն, բայց ժամանակ անցնում ու ոնց որ սկսում է կոնֆլիկտները շատանալ, սկսում է ինչ-որ քննարկումներ, անհամապատասխան իրար անհամապատասխան աշխարհայացքներ են ունենում եւ այլն ու աստիճանաբար մենք գալիս ենք նրան, որ գուցե մենք ինչ-որ սխալ ընտրություն ենք արել։ Այո, երբեմն այնպես է ու երբեմն մենք կատարում ենք սխալ ընտրություն ու ընտրում ենք մի մարդու, ով մեզ այդքան էլ չի համապատասխանում, բայց հիմնականում դրանք ուղղակի մտքեր են ու այսօր քննարկելու ենք հենց դա։ Հարաբերությունների սկզբում մենք հիմնականում շատ ուրախ ենք, սիրահարված ենք, լիքը տարբեր տեսակի էմոցիաներ ունենք, մեր համար ամեն ինչ sense շատ նոր է, շատ սիրուն է, շատ լիքն է տարբեր տեսակի էմոցիաներով, մտքերով, հիացմունքով։ Իսկ երբ երկարում են հարաբերությունները, արդեն ոնց որ առաջ է գալիս գուցե ավելի հարաբերությունների լրջացնելու process-ը, ժամանակ է գալիս գուցե միասին ապրելը, ընտանիք կազմելը, գուցե երեխաներ ունենալը եւ այլն, հա, ինչ որ արդեն միասին կենցաղ կիսելու հարցն է գալիս, այդ ժամանակ արդեն որոշակի ոնց որ դու բախվում ես իրականության հետ ու երկու տարբեր մարդ գնում են միասին ապրելու։ Դա լիա տարբեր տեսակի խնդիրներով, իհարկե դա շատ հաճելի, գեղեցիկ process է, բայց նաև լիա տարբեր տեսակի խնդիրներով, ինչի մասին մենք հաճախ լռում ենք, չենք բարձրաձայնում ու նաև երբեմն երբ բարձրաձայնում ենք քննադատության առաջ ենք կանգնում, մեզ մարդիկ ասում են, որ չի կարելի, ընտանիքը, ընտանիքի գաղտնիքները պետք չի։ Всё։ Ընտրել ես, գնացել ես մի բողոքի, ինչ որ տենց։ Համբերի, կամ ինչ փորձեք հասկանալ իրար, հասկացեք իրար։ Հա, խոսացեք։ Դա դժվար բան չկա։ Հա, Բայց լիքը դժվար բաներ են։ Շատ բարդ է, ինչի մասին չի խոսվում, բայց մենք այսօր այն մասին չենք, որ այդ վատ է, մի ամուսնացեք կամ մի եղեք իրար հետ կամ երկարատև հարաբերություններ մի ունեցեք, այլ այն մասին ենք, որ հարաբերություններում հաճախ լինում են բավականին շատ տարբեր տեսակի խնդիրներ, ինչը ուղղակի չի բարձրաձայնում, չի նորմալիզացվում ու երբեմն մեզ թվում է, որ մեր հետ կապված ինչ որ խնդիր կա, կամ մեր կողակցի հետ կապված ինչ որ խնդիր կա, բայց մենք ստեղ ուղղակի պետք է ավելի մանրամասն իմանանք ինչ է կատարվում թե մեր հետ, թե մեր կողակցի, թե ինչ է իրենց հարաբերությունները ենթադրում, հա, այդ փոփոխական արդեն հաջող ու այսօր մենք այդ մասին ենք խոսում։ Այո։ Ու ոնց որ երբ որ դու որոշում ես ընտանիք կազմես, հա, կամ, չգիտեմ, այդ մարդու հետ սկսես ապրել, դա իրանից ոչ մենակ այդ լավ հաճելի էմոցիաներն է ենթադրում, այլ նաև ենթադրում է դառնալ ինչ որ որոշակի տեսակի սիստեմա։ Մենք նմանվում ենք պետության, որը իրանից ենթադրում է համակարգ որոշակի, որ համակարգվի այդ հարաբերությունները, հա, ինքը, չգիտեմ, իրա ներքին կանոնակարգը կա արտաքին ու դե իհարկե համատությունը ինքը sense ուղիղ իմաստով չի փոխաբերական է, բայց ինձ թվում է որ շատ լավ ներկայացնում է ընտանիքի առհասարակ ներքինը, որը կարևոր է, որ մենք կարողանանք հասկանանք, բարձրաձայնենք, որ իմանանք, որ դա լիա տարբեր տեսակի խնդիրներով հիմա Անին կասի թե ինչ է իրենց ենթադրում համակարգը։ Ու այդ համակարգում, ինչպես Գոհարը նշեց, երբ որ որոշում եք օրինակ միասին ձեր կյանքը կազմել, այդ համակարգը պահանջում է իրենից իր ներսում ունենալ պայմանավորվածություններ, քննարկումներ, որոշումներ միասին կայացնելը, այդ որոշումների քննարկումը, կոմունիկացիայի կարողությունները, դիսցիպլինա, ինչու՞ չէ, ստրեսակայունություն, այդ համակարգի ներսում գործելու, հա, կարողություն, իրար հասկանալու ու այդպես շարունակ, այսինքն այն ամեն ինչը որ կապված է թե ձեր անձի հետ, թե ձեր երկուսի հետ,
ու եթե ուզում եք ձեր համակարգը լավ աշխատի, լավ լինի, երկուսով պետքա ներդրվեք, կարծում եմ, որ այդ ոչ ռոմանտիկ պահերը ու որտեղ որ մենակ էմոցիաների մասը չի, չստացվի նենց, որ վայ, բա մենք ինչ որ ուրիշ ձև էինք պատկերացնում, չէ, սա լավը չի, կարող է ուրիշ տեղ ավելի ռոմանտիկ կա, ավելի ուրիշ ձև կա, կարող է իրոք այդ քո ասած մի բան այն չի, որ sense ինչ որ ոչ ռոմանտիկ իրավիճակներ են, ինչ որ գնամ ուրիշ զույգ ընտրեմ, գնամ ուրիշ երկիր, կամ գնամ ուրիշ երկիր, հա, կամ գնամ ոչ մենակ ապրելու, ինչի՞ս էր պետք է համակարգը, էլի։ Այո։ Ու որպեսզի մենք կարողանանք նաև ոնց որ այս մտքերը, որը մենք ասում ենք, կարա լինի իրական ու կարա համապատասխանի իրականությանը, կարա դա իրոք այդպես լինի, դուք ոչ այդքան ձեզ հարմար, ասեմ երևի, կողակից գտած լինեք ու ոչ համապատասխան կողակից ընտրած լինեք եւ ձեր սիստեման լավ չաշխատի, որտեղ դուք տարբեր աշխարհայացքներ ունեք, տարբեր արժեհամակարգ ունեք, ու այդ բաները մեզ շատ խանգարում են միասին ապրելուց։ Բայց եթե այդ բաները նույնն է, հիմնականում դուք նույն տեղ եք նայում, դուք ինչ որ մեծ շատ մեծ ու կարևոր բաների մասին տարբեր կարծիքներ չունեք ու в целом ձեզ իրար հետ լավ է, բայց դուք այս մտքերը ունեք, այդ նորմալ, բնական process-ի մի մաս է։ Ես ամեն օր ունեմ մտքեր։ Ճիշտ է, ամեն օր չէ, բայց այն առաջին շրջանում, որ նոր էինք ստեղծում մեր համակարգը, ամեն օր ես զղջում էի։ Ես ավելի իմացին լավն է։ Դա տենց է, հա, ոնց որ լավի վատի հետ դաժե կապել չունի, կողակիցդ լավն է թե վատն է, ոնց որ մտքերը կարան գան, կարա ինքը լինի իդեալական բոլոր քո ստանդարտներով, բայց մեկը այդ մտքերը ունենաս։ Նենց որ ինձ թվում է որ նոր փորձելը դու երբեք չես անցել այդ ամենի միջով։ Այո։ Ինչքան էլ ունենաս լավ օրինակ ծնողներիդ կամ թեկուզ վատ օրինակ կամ ինչ-որ տենց, մեկը դու ինքդ անցնում ես այդ ամենի միջով, տեսնում ես այդ ամեն ինչը ներսից, այսպես ասած։ Այո, դու նոր դրսից ես գնում։ Ոնց որ նորտեղ քեզ կանչեն աշխատելու ու դու ներսից տեսես։ Ու դու կյանքում չես աշխատել առհասարակ, ինչ որ նոր բան է քո կյանքում ու այդ մարդու կյանքում էլ իդեպ։ Այո։ Անկամ եթե, չգիտեմ, ինչ որ մեկիդ երկրորդ, երրորդ ամուսնությունն է, ամեն դեպքում միասին ձեր երկուսի ամուսնությունը ձեր կյանքում առաջին եւ միակ դեպքն իրադարձությունն է, որ տեղի ունեն ու ձեր համար, քանի որ դա նոր է, դա անսովոր է բնականաբար ու պետքա սովորես համ քեզ այդ հարաբերություններում, համ իրան, համ ձեզ այդ հարաբերություններում դա բարդ process է թվում, բայց նաև այդպես էլ կա, բայց նաև դա շատ լի է դրական էմոցիաներով, որը կոմպենսացնում է մնացած բացերը։ Այո։ Մյուս կարևոր կետը, որը հաճախ շատ ռոմանտիզացվում է, այն մասն է, որ մեզ հաճախ թվում է, որ մեր կողակիցը պետքա միանգամից մեզ հասկանա, մեզ ճանաչի, անի այն ամեն ինչ, որ մենք մտածում ենք, մենք ուզում ենք, բայց սրա մասին խոսել ենք մեր էպիզոդներից մեկում, սովորաբար այդպես չի ու ցանկալի է, որ դուք ունենաք այդ կարողությունը ձեր կողակցի հետ, առհասարակ բոլորի հետ, բայց այս բանի հարաբերություններից ենք խոսում, կիսվեք ձեր ցանկությունների մասին, ձեր կարիքները արտահայտեք, որպեսզի չմնա ինչ-որ կուտակված դժգոհություն, չբավարարված ինչ-որ կարիքներ, ցանկություններ, թե ձեզ համար, թե ձեր կողակցի համար ու ոնց նշեցինք մինչ այս այդ կոմունիկացիան ձեր այդ համակարգի մեջ, որը ստեղծում եք, շատ կարևոր դեր է խաղում ու ցանկությունը իրոք մեծ է ռոմանտիզացնելու, որ վայ, եթե իմ սիրելի մարդն է, բան ինձ պետք է հասկանա քեզ բարից, բայց դա չոր ժամանակ է պետք դրան ու էլի միևնույնն է, դա նենց չի, որ այդքան տարի ապրեք, էլի մեկը ձեր կողակիցը ձեզ կհասկանա, այնպես որ այո, պետք է խոսել ձեր կարիքներից ու չլռել մտածելով, որ վայ, բա որ ինձ տենց չի հասկանում առանց ինձ ասելու, ուրեմն ինչ որ բան այն չի։ Մի քիչ էլ կոնֆլիկտներից խոսենք, կոնֆլիկտները հաճախ շատ ինչ-որ վատ բան են դիտարկվում հարաբերություններում մեր կյանքում առհասարակ, բայց այստեղ կարևոր է նշել, որ կոնֆլիկտը ինչ-որ վատ բան չի, կոնֆլիկտը հաճախ աճի մասին է, ու կոնֆլիկտը երկու տարբեր մարդու, ովքեր ունեն տարբեր աշխարհայացքներ, տարբեր գուցե արժեհամակարգ, ոնց որ իրար մոտ, բայց տարբեր արժեհամակարգ, այսինքն իրանք տարբեր են, իրանք իրանց կյանքը ունեն հարաբերություններից դուրս, իրանք որոշակի զարգացում ունեն այդտեղ, իրանք իրանց գործ ունեն
եւ այլն, այսինքն երկու տարբեր մարդու հակառակ կամ գուցե տարբեր հայացքները կոնկրետ ինչ-որ մի բանի մասին ու երբ որ դա բարձրաձայնվում է, դա դառնում է կոնֆլիկտ։ Կոնֆլիկտը մեզ թույլ է տալիս, որ մենք ունենանք քննարկում եւ քննարկումը բերի լուծման։ Այսինքն, այստեղ մենք ավելի շատ ճանաչում ենք իրար, քան ոնց որ կոնֆլիկտը որպես կռիվ վեճ ենք դիտարկում։ Ոստեղ մի հատ էլ կարևոր բան կուզեմ ասեմ, ես այդ հաճախ եմ ասում, ու ինձ թվում է ինքը շատ ցենց հավես միտք է, որ եթե դու գնում ես օրինակ կոնֆլիկտի, շատ լավ կլինի, որ քո նպատակը ու նաև դիմացինի նպատակը լինի քննարկումը լուծման գալու նպատակով, այլ ոչ թե լինի իմ տեսակետը ապացուցելը, որովհետև եթե դու առաջի տարբերակով ես գնում այդ կոնֆլիկտին, դու բաց ես ու պատրաստ ես քննարկման, փոփոխությունների, փոխզիջման, ընդունման եւ այլն։ Իսկ եթե դու գնում ես ոնց որ տենց վիճելու նպատակով, դու փակ ես դիմացինի կարծիքը տարբերակը հաշվի առնելու, լսելու ու բնականաբար այդ կոնֆլիկտը չի բերելու ինչ որ մի տեսակի լուծման։ Գուցե բերի իհարկե, բայց ոնց որ գուցե ոչ կոնստրուկտիվ լինի կամ շատ մյուսի էմոցիաները, կարիքները ճնշելու հաշվին լինի։ Դրա համար օրինակ շատ հավես կլինի, որ հարաբերությունները ոնց որ արդեն որ ասենք չգիտեմ, շփվում եք բան ու արդեն պիտի դեպի լրջանալը գնա, այդտեղ քննարկվի լիքը բան, ինչ որ կապված է ձեր հայացքների հետ հարաբերությունների մեջ, օրինակ քննարկեք, որ գիտես, ես կուզեմ, որ մենք կոնֆլիկտները sense լուծենք, դու ոնց ես դրան նայում ու լսեք իրար տարբերակները, որ դուք իմանաք հենց հարաբերությունների սկզբից էլ, որ դուք ունեք sense կոնֆլիկտի լուծման տարբերակ ու դուք դրան եք գնում հաճախ, որտեվ եթե դու չունես այդ, դու չգիտես հետո ինչա լինելու, այսինքն դու բախվել ես կոնֆլիկտի, դու չգիտես կողակիցդ ոնց է, вообще реакция տալի կարող մասնակցի։ Հա, կարող անենց որ քեզ вообще ձեռնտու չի այդ, դու այդ բացարձակ չես ընդունում ու գուցե չես ուզում առնչվես այդ մարդու հետ կամ այդ մարդու հետ վիճելու այդ ձևի հետ։ Հա, ու կարևոր է նաև ունենալ այդ փոխզիջման, ընդունման հմտությունները, որ ոնց որ հարաբերությունները ավելի կոնստրուկտիվ կառուցվեն։ Մի ծանոթ ունեի, որ միշտ ասում էր բանը ինձ մայրի տենց է որ մի հարաբերությունը եթե ինչ-որ միտեղ ավարտել ես հաջորդը նույնիսկ եթե զրոյից տենց սկսես մեկը ինչ-որ խնդիր է եղել այդտեղ ավարտել եք միևնույն է հաջորդում գալու ես հասնես այն կետին որը նախորդի վաղ օրինակ չես լուծել հիմա լեվելներ այն որ եթե չես անցել մեկը չես անցել դաժե հաջորդ հարաբերությունը պետք է ոնց որ անցնես էլ ինչ-որ դե հա որտեղ բաներ կա հաճախ բաներ է լինում, որ մենք ենք մեր մեջից է գալիս։ Օրինակ, ասենց ինչ որ արագ օրինակ բերեմ, եթե դու իմ օրինակն եմ բերում։ Եթե դու пассив ագրեսիվ ես, հաճախ նշանակում է, որ դու չես բարձրաձայնի խնդրի մասին։ Հա, բայց դժգոհ ես։ Հա, բայց դժգոհ ես, որ չի, то есть դու ես մեղավոր, պասուցի։ Կամ եթե խուսափել ես, դել օրինակը բերես, խուսափել ես, արտահայտել կարիքները, բայց էլի դժգոհ ես իրավիճակից։ Այո, ելքը ոնց որ երկուսինս է դժգոհ, բայց մենք ենք մեղավոր։ Դե մարդը չգիտի, ինչի համար ենք դժգոհ։ Քանի հոգու հետ ամուսնացած կլինես կամ հարաբերություն կստեղծես, եթե քո վարքը այդպեսին է։ Այո, մեկը դու пассив ագրեսիվ ես կամ խուսափող։ Դրա համար ավելի լավ է անի բերած օրինակով էլ, որ այդ լեվելները չես անցել, հա դու այդ լեվելը քո լեվելը չես անցել, չես կարացեն ինձ անես, որ դու կարնաս խոսես այդ մասին, այդ հեշտ բան չի չեմ ասում, որ չես կարացել, պետք է կարնաս, տենց չէ, բայց աշխատանք տանել քո հետ, որ դու գնաս դեպի այն ուղղությամբ, որ կարենաս դա փոփոխես, որպեսզի քո կյանքը լինի ավելի որակյալ, դա կարևոր է, որտեվ ոչ խուսափելը, ոչ пассив ագրեսիան ինչ որ լավ տեղեր չեն տանում։ Տանում են լռելու, որը բերում է որոշակի իրավիճակում գուցե բերի ինչ որ հարաբերությունում անտանելիության կողակցիդ ջղայնության, որը էլի, ասենք, չբարձրաձայնես, ասենք, չգիտեմ, ու ասես, всё, ես չեմ ապրում այս մարդու հետ։ Հա, մեկ էլ գաս ինչ որ տենց հարևանների նման ապրում եք, տիպը ու մոռանաս նույնիսկ ինչի համար եք ոչի ամուսնացել։ Ոնքի կոչի իրար հետ ապրում։ Ինչն է դու քո համար ես ապրում ինքը իրա։ Ոնց որ ինչի, եթե լավ սկիզբ կա այդ ամեն ինչի, լավ մեծ է մարդու, երկու մարդու մեջ, ինչի կորցնել այդ ինչ որ process-ների հետևանքով։ Որ հա չես կարում կամ չես ուզում։ Այստեղ մենք միշտ գովազդում ենք թերապիան։
Դա այո։ Հատուկ ինչ որ տեղ չէ, բայց ձեզ լավ ինչ որ մասնագետ գտնելու պահը կարևոր է, ինքնաճանաչման մասն է կարևոր։ Ինչից է խոսում ենք, մեկը գալիս ենք նրան, որ ինքնաճանաչումը եւ հոգեթերապիան շատ կարևոր Միանշանակ։ Իհարկե։ Կամ գոնե, եթե թերապիայի չեք գնում, ինչ որ ինքնաճանաչման գրքեր կարդացեք, եւ մեր ոդքասթը։ Միանշանակ։ Խոսք կարա գրքեր չկարդաք։ Մեր ոդքասթը լսեք։ Հա, բայց նայ, ծիծաղում ենք այս թեմայով, բայց այդտեղ կարևոր մի հատ բան կա, որ դու կարաս չիմանաս ուղակի լիքը բան։ Օրինակ են, թե ինչա քո հետ կատարվում։ Մտածես օրինակ ներվային ես, ջղային ես ամուսնուդ կամ չեմ կողակցիդ վրա, բայց խնդիրը դե քո մեջ է։ Հա, խիա տենց։ Իսկ որ ոդքասթը լսում ես, գիտես որ вообще կա пассив ագրեսիա, ինչ է իրենց ներկայացնում пассив ագրեսիան, կարող եք դիտել մեր նախորդ ոդքասթներով, բայց արագ ասեմ, դա ագրեսիան է, որը չի արտահայտվում, ու դու տենց փքրի տակ փնփնթում ես, բան, ու չգիտես ինչա քո հետ կատարվում, հա, շշկացնելով փակում ես։ Սմունոթ ես գալի, բան, անընդհատ 4 օր։ Դու ես ամեն ինչ։ Հա, ու տենց, էտա։ Ու դու այդ որ անում ես, դու չգիտես ինչա քո հետ կատարվում։ Դու գիտես ինքը վատնա, դու ջղային ես, բայց չէ։ Ինչն ասते մի բան ինչ։ Ու դու որ դիտում ես մեր ոդքասթը, այո, դու իմանում ես, որ դա пассив ագրեսիա եւ աբյուզերը դու ես։ Դաստորեն։ Կամ օրինակ Գոհարը նախորդ էպիզոդներից մեկում ասում էր, որ կարակ ընտրեք վիճելու կոնֆլիկտը հաղթահարելու ձև, օրինակ ինչ որ օր որոշեք, այդ օրը կոնֆլիկտը կազմակերպեք եւ արդեն փորձեք լուծել այդ հարցը կամ էմոցիաներ արտահայտեք այդ ագրեսիան կարիքները եւ այլն, որ կուտակված չմնա։ Ես եթե չլինեի հոգեբան ու ոդքասթը նայեի ու հոգեբանությունից այդքան շատ ոնց որ հետաքրքրված չլինեի, ինձ թվում է մի քիչ շատ ձիգի կլիներ մեր բերած օրինակները, բայց ես փաստել կարող եմ այն, որ դրանք աշխատող են ու լավն են, ու եթե դուք փորձեք գրավել ձեր հարաբերություններում ներդնել, հա, այս մեր ասած վարժությունները, բաները, ինչի մասին որ մենք խոսում ենք, հաստատ փոփոխություն ունենալու եք։ Փորձեք։ Այո։ Հաջորդ կետը ունենք այն, որ ժամանակի հետ շատ բան հարաբերություններում այլ ձև է դառնում։ Օրինակ, դուք երկու մարդ եք մեր նշած համագարքի մեջ, ունեք ձեր ինչ որ խնդիրները, ինչ որ առօրյա բարդությունները անհատական, օրինակ աշխատանքի վայրում, ինչ որ զբաղմունքի տեղում, եւ այդ բարդություններով, խնդիրներով գալիս եք օրինակ տուն, հոգնած եք, ինչ որ մի բան են չի, դա բնականաբար անդրադառնում է ձեր հարաբերությունների վրա եւ ժամանակի ընթացքում ձեզ կարող թվա, որ ուրեմն ձեր հարաբերությունների հետ մի բան այն չի գուցե, որ սենց ամեն ինչ որ խնդրահարույց է, ինչ որ գուցե կոնֆլիկտներն են շատացել, խեմիս անդադ հոգնած, խիչ եմ ուզում այդ մարդու հետ ժամանակ անցկացնեմ գուցե, բայց իրականում դուք օրինակ ուղակի հոգնած եք, քանի որ առավոտը 9-ից մինչև երեկոյան 8-9 անց եք կացնում դրսում, աշխատանքի եք, տրանսպորտ եւ այլն, հետո գալիս եք տուն, արդեն դե էներգիա չկա, դա չի խոսում նրա մասին, որ դուք ձեր կողակցի հետ ժամանակ չեք ուզում անցկացնել, այլ ուղղակի գուցե մի քիչ վերանայել ապեք ձեր աշխատանքային գրաֆիկը, օրինակ արձակուրդ վերցնել, միասին ինչ որ տեղ գնալ հանգստանալու կամ մենակով հանգստանալ եւ արդեն հետո կարողանալ ժամանակ տրամադրել ընտանիքին։ Կարա լինի նաեւ այն առաջին տարբերակը, որ կողակցի հետ ինչ որ խնդիրներն են, բայց հիմնականում ավելի շատ խոսում ենք նրա մասին, որ այո, կարան անհատական ինչ որ խնդիրները, բարդությունները անդրադառնան հարաբերությունների վրա եւ ձեզ թվա, որ հարաբերությունները մի բան են չի։ Մի բան էլ կուզեմ ես ավելացնեմ այս ոնց որ քո անհատական կյանքի հետ կապված հաճախ լինում անենց, որ մարդիկ ունում են հոգեբանական ինչ-որ մի տեսակի խնդիր, օրինակ կարող է տագնապային խանգարում ունենան, դեպրեսիա ունենան կամ ինչ-որ միշտ այդ օրինակն ենք բերում, չգիտեմ, Դե ամենահաճախ երևի հանդիպողն է, որ տագնապայինը միշտ կարա լինի, դեպրեսիոնը կարա սկսի կյանքին ինչ-որ փուլում։ Այո, կարա լինի։ Մի խոսքով, յուրաքանչյուր տեսակի ինչ-որ խնդիր, գուցե թույլ արտահայտված լինի, բայց այդ մարդը ունի որոշակի կպչունություններ, գուցե լինի մտքեր եւ այլն, որ իր կյանքի որակը զգալի նվազեցնում է, ու դրա հետևանքով ինքը ավելի բարդ է կարողանում կազմակերպի իր ուշադրությունը ժամանակը տրամադրի հարաբերություններին, то есть ինքը կարող է, չգիտեմ, շատ լավ իր գործի տեղը կամ չգիտեմ, շատ
շատ վատ է բան, ինչ-որ մի բան, բայց ինքը նաև ունի տարբեր տեսակի մտքեր, որոնք իր համար բարդ են, ունի մտքեր, որ ասենք չգիտեմ, կապված իր ինչ-որ ապագայի հետ եւ այլն, դույց անձնական, իր անհատական խնդիրները ինչ-որ մի տեսակի մտքերի տեսքով, որ իր կյանքի վրա մի քիչ նվազեցնում է կամ իրան ավելի սահմանափակում է իր ժամանակը քեզ տրամադրելուց, որը իր հերթին բերում է ձեր հարաբերություններում թվացial խնդիրների, բայց տեղ էլի եմ ուզում նշեմ, որ եթե դուք իրար լավ եք, կարողանում եք այդ ամենի մեջ ծոր իրար հետ լինեք, իրար թշնամի չլինեք, այլ լինեք միասին, դուք կարող եք այդ ամենի մեջ մնաք, որովհետև երբ որ այդ ռոմանտիկ փուլերը սկզբի անցնում է, հա, արդեն դառնում է ինչ-որ սովորական կյանք միասին, որի մեջ կարևոր է այդ խոսալը, պատժական ու մնացած ամեն ինչը, որպեսզի ձեր հարաբերությունները լինեն ֆունկցիոնալ եւ լավ։ Ես օրինակ երբեմն ինձ հանգստացնում եմ այն մտքով, որ մեր հարաբերություններում մեր հարաբերությունները իմ շուրջ չի պատտվում միայն եւ աշխարհը իմ շուրջ չի պատտվում միայն եւ այո նորմալ է որ գարայ ամուսին օրինակ ունենա ինչ-որ խնդիրներ որոնք բացարձակ է իմ հետ կապ չունեն ես ոչ մի մեղավորություն չունեմ դրանում դրանից չի պակասում իր սերը իմ հանդեպ եւ փոխադարձ ու այդպես ոնց որ համ իրան եմ ժամանակ տալիս համ ինձ եմ ժամանակ տալիս ու մտքեր այն մասին ունենում որ պարտադիր չի միշտ ամեն ինչ արձագանք տալ մտքեր ունենալ կամ մտահոգվել իր մտքերի մասին, իր ունեցած ինչ-որ մտքերի մասին ու հակառակը ոնց որ իրան ասում եմ, որ պարտադիր ոնց որ նորմալ է, որ ես կարող ունենամ ինչ-որ բաներ, նորմալ է, հանգիստ տեղի դու ոչինչ մեղավոր չես, ամեն ինչ լավ է, կանցնի եւ այլն, ինչ-որ տենց։ Ինձ շատ դուր է գալիս քո ինքդ քո մտքերդ track անելը ու նոր եմ սովորել նայում ես քեզ հետևում ես առանձնացնում ես գիտես այդ ինքնաճանաչումը շատ օգնում է որ ոնց որ թերապիան էլ այդքան շատ փոխելու մասին չի հա մենք կարանք փոխենք ու շատ բան կարանք փոխենք մենք մեր կյանքում թերապիայի շնորհիվ բայց այդ ինքնընդունումը իմ համար մի հատ ուրիշ level-ի բան է որ դու կարաս հասնես դրան ես ինձ սենց ընդունում եմ ինձ սենց օքեյ է Այդ շատ կարևոր բան է։ Ինչին օգնում է շատ թերապիա։ Եթե թերապիա չգնա, երևի սենց արդյունքի հաստատ չի հասնի։ Կամ չգիտեմ 60 տարեկանում կարող է։ Ես հասկացա։ Ես էլ որ թերապիայի չգնայի ու չլինեի թերապևտ, ես էլ հաստատ այս կետում չէի լինի։ Իդեպս վերջերս մենք իմ կողակցի հետ քննարկում էինք անում ոնց որ կոնֆլիկտ էինք ունեցել ու ինքը Պարզվեց կոնֆլիկտի ժամանակ, որ ինքը անդադ, երբ որ ես passive-aggressive եմ, ինչպես նշեցի, ինքը միշտ մտածում է, որ այդ իր պատճառով է, դες passive-aggressive հաճախ արտահայտվում է տխրությամբ։ Ու սկզբում տխուր եմ լինում, հետո passive-aggressive, ու ինքը միշտ մտածում է, որ այդ տխրությունը իր պատճառով է, բայց այդ տենց չի։ Ու ոնց որ պարզվեց, որ ինքը միշտ մտածում է, որ իր պատճառով է, ինքը դրանից նեղվում է, ու չորսս երկար ցկված կոնֆլիկտ է լինում, ասում է, լավ, ես սուս կմնամ, մի հատ պրոստը չխոսացած բանը, ինչ որ մեծ հետո հետևանքներ է ունենում։ Դրա համար կարևոր է որ խոսակ իմանաք, որ ասենք չէ, այս բանը ուրիշ բանի պատճառով է ու իրար հետ անկեղծ լինեք, ինչի՞ չէ, շատ կարևոր է որ եթե չգիտեմ դու հետաքրքրված ես, կողակիցդ քո հետ լինի անկեղծ եւ հակառակը, որպեսզի որտեվ դուք թիմ եք այդ process-ում իրար դեմ չեք, այսինքն դուք անում եք ամեն ինչ, որ ձեր հարաբերությունը լինի լավ, որակյալ, կոնստրուկտիվ հարաբերություններ։ Ոնց դուք եք օրինակ պատկերացրել ու ուզում եք որ տենց լինի, կարա այդ ոչ ռոմանտիկ մասն էլ լինի, ու շատ չխանգարի են ռոմանտիկ մասին էլի, երևի sense ասած։ Մի քիչ sense որ ներկայացնում ենք ինքը երկար ինչ-որ բարդ բաներ է թվում, բայց այդ տենց չի, էս ուղղակի ինչ-որ սովորություններ է երևի, որ մենք ժամանակի ընթացքում sense ներդնում ենք, հա, էլի երևի օգտագործում ենք մեր հարաբերություններում, ու հետո ինքը դառնում է սովորական բան։ Մենք արդեն սկսում ենք սովորել խոսալ, ասել, ու որ օրինակ մենք որ վիճում ենք ինչ որ այս վերջերս հատկապես շատ ավելի արագ է տեղի ունենում այդ ամենի հետ արագ հասկանում եք, եթե պրոմիսի միշտ չի, ու ոնց որ ամուսինս միշտ բան անում, տենց հետևում track անում, որ բայ այս անգամ ալի կոշտ տեսար էլ, խոսքը մի քանի օր չենք լռում, մի քանի օր չենք վիճում, արդեն բան ենք արել կամ տեսար քանի ամիս է արդեն չենք վիճում, ոնց որ ուրախանում։ Շատ հավես է դա։ Մերը sense երկար լռություն իմ հետևանքով, հետո ինչ փուշ, հետո լռություն, բայց դե լավ չի։
Կամ մի հատ վիճում ենք թեթև սուս ենք մնում այդ էսիկանի օր հետո մենք կամից կամ ես կամ ես եմ պորտկում որտեվ ինքը ավելի երկար է կարում լրի բայց մեկը այլի բան էլի սենց որ իրան ուտելով նայեք սենց պատմենք իմանաք որ նենց չի սենց մեզ դավոլնի ստղնստած խոսում ենք հա սենց է պետք նենց հա դա մենք էլ սենց գիտենք ոնց որ ձևերը в теории ունենք, բայց օգտագործելը իհարկե միշտ բավականին ավելի բարդ է։ Ոնց որ երկուսից կողակիցն էլ նշենք են, որ բավականին ընդունող ու բաց են այս ամեն ինչին։ Կարող է լինի, որ չլինի բաց ու ընդունող ու ավելի բարդանա ամեն ինչ, բայց համես մի քիչ ոնց որ մեր մոտ լավ է ստացվել է, իրենք ընդունող ու հասկացող խոսացող են։ Մի բան էլ կուզեմ ավելացնել, որ տարբեր տեսակի մտքեր կարանք ունենանք հարաբերությունների ընթացքում, հա, օրինակ, չգիտեմ, ես իմ ամուսնուն չեմ սիրում, ես իմ, չգիտեմ, կնոջը չեմ սիրում կամ ոնց որ կողակցից չեմ սիրում, ինքը սենց նա նենց նախ, ես սենց ընտրություն արեցի, փոշմանեց, հետո կամ հիշես քեզ նախորդ մինչև ամուսնությունը ասես ինձ սենց լավ էր եւ այլն, այսինքն նմանատիպ մտքեր էլ կարանք ունենանք, բայց այստեղ կարևոր է մի հատ բան որ այդ բնական է, երբ որ դու տենց բաները բարձրաձայնում ես, քննադատում են քեզ քո հարազատները մոտիկ մարդիկ, ասենք, չգիտեմ, ասում են, «Ոայ, քեզ տենց ասում, այդ լավ չի, նորմալ չի» եւ այլն, բայց այդ բնական է, յուրաքանչյուր միտք, որը, ասենք, ձեզ չի խանգարում, հա, ինչ որ պահերի գալիս է ձեր կյանքում, բնական է, դու նորմալ, չգիտեմ, մարդ ես, ինչ որ նորմալ կյանք ես ապրում քո համար, տարբեր տեսակի, տարբեր բաների մասին մտքեր կարաս ունենաս, ու շատ բնական է նման մտքեր էլ ունենալ։ Կարևոր է ուղղակի հասկանալ ինքը ինչքան երկար է տևում։ Եթե շատ երկար է տևա, սկսում է կյանքիդ որակի վրա ազդել, մի հատ մինչև այդ ամենը նախ լավ կլինի քննարկել քո կողակցի հետ, որ գիտես, ես sense մտքի ունեմ, տարի հասկանանք ինչի հետևանքը եւ այլն, բայց եթե դու այդ չես ուզում անես կամ քեզ բարդ է դա, լավ կլինի էլի ոնց որ մասնագետի հետ խոսես կամ չգիտեմ ինչ որ մոտ մարդու, որ կարա քեզ ոնց որ որակյալ աջակցի ու հասկանաս ինչ է էլի քո հետ կատարվում, բայց այդ մտքերը տենց ինչ որ պերիոդիկ ունենալը բնական բան է, յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր բանի մասին կարա տարբեր տեսակի մտքեր ունենա, դաժե եթե դու շատ սիրում ես, սիրված ես, գնահատված ու ընդունված ես։ Ինչու՞ այստեղ նաև շատ ազդում է սոցիալական կայքերը, էջերը։ Հաստատ։ Առասարակ սոցցանցերը, որովհետև հիմա շատ այդ կոնտենտը իդեալական կյանքի, իդեալական այդ հարաբերությունների բան ու կարևոր նաև գտնել այն կոնտենտը, որ այդ իդեալականի մասին չի ու տեսնել, որ նորմալ է մարդիկ ունեն ինչ-որ վեճեր, ոչ գեղեցիկ առօրյա, ոչ հավաքած տուն, ոչ չգիտեմ ինչ-որ բան արած լամինացված հարաբերություններ, մի խոսքով այդ գոհարի ասածը շատ կարևոր։ Կամ որ նայում ես, ասենք ինչ որ մեկը իր ռիլզերում ցույց է տալի, որ վայ իմ կողակից ինձ չեմ ամեն օր ծաղիկներ անվիրում, բայց հետո դու նայում ես քո հարաբերություններին, քոնը տենց չի, որտեղ ոչ մեկի հարաբերությունները տենց չի։ Այո, այդ է։ Հա, ու դու ասում ես ինչի ինձ չէ, ես արժանի։ Ու դες բան ես մտածում։ Այնքան կարևոր է հասկանալ, որ չէ։ Արդյոք դա քո կարիքի մասին է, թե вообще դու չես ուզում։ Հա, օրինակ ինձ մոտ երբեմն այդ մտքերը լինում են, որ խի մենք հաճախ չենք գնում օրինակ երեկոյան կոկտեյլ խմելու կամ ինչ-որ բաներ, բառեր, բան, դու ասում ես, «Ան կյանքում չես գնաց», ասենք, կյանքում ես բառում ես։ Դու տենց կյանք չես սիրում ակտիվ դու չգիտեմ, տնային մարդ ես, սիրում ես պիժամայով նստել, ինչ-որ բան նայել։ Ու մարդ լավ անջան հանգստացի, բան, պրոստը չգիտեմ, գնա չայ խմի։ Մենք ես իմ մոդել է տես մտքերնում, էլի տես չոր տեղ գնալու հետ կապված, ասում եմ, բայց գնայինք մի տեղ, բան, սենց, բայց ոնց ես միշտ ասում, դավայ գնանք տեղ, ու գնում ենք տեղ, ու այդ տեղը տևում է, ասենք 40 րոպե, մի ժամ ամենաշատը, դավայ գնանք տուն, էլի պարկենք դիվանին կինո նայենք, մեր է դա, ոնց որ չգիտեմ, ամեն մեկը իր սիրած բանը ունի, ասենք, եթե դու չես ուզում կամ ինչի՞ դա պետք է ամեն օր ծաղիկներ ստանաս։ Կենթանիները մեկա ուտելու են։ Հա։ Չգիտեմ։ Հա, ինչ որ տենց, չգիտեմ, չնայած եթե շատ եք սիրում ծաղիկներ ամեն օր, ինձ թվում է որ կարիք կա այդ մասին ասելու եւ ոնց որ կկազմակերպվի երևի դա։ Կամ եթե չէ դուք պրոստը ձեզ համար կազմակերպեք։ Հա, դուք ձեզ առեք ծաղիկներ։ Չէ։ Ես օրինակ տենց շատ չեմ սիրում, որովհետեւ նախ մեղք են այդ ծաղիկները այդքան համաձայն եմ։ Ես շատ եմ սիրում, բայց համաձայն եմ։
ու հետո ոնց որ ես չեմ խնամել իրանց, որտեվ ասես մեծ որ բուկետներ է ստանում օրինակ վարդերից, ես չեմ սիրում չխնամեմ, որտեվ մեղքս գալիս են։ Ես ամեն օր էդի խնամում եմ։ Ու խնամելն ինձ ենթադրում է, ասենք եթե 55 հատ է, 107 հատ է, դի կտրտես է դրա ծերերը։ Հա, դի ծանր։ Ու տենց ինչ որ գործ ավելանում իմ կյանքում, խոսքի 15 րոպե ամեն օր եմ որ հանգիստ նստած էինք վերամեր։ 7 հատ կակաչը լավ է, էլի, եմ որ չգիտեմ։ Տենց։ Այո։ Եվ վերջում խոսենք այն մասին, որ երբ որ ընտրում ենք լինել հարաբերություններում ինչ-որ մարդու հետ, նշանակում է մենք գիտենք այդ մարդու բացասական կողմերը եւ մեր բացասական կողմերը, լավ ու վատ կողմերը եւ ընդունում ենք այդ մարդուն իր բոլոր կողմերով, լավ ու վատ լինելով, քանի որ մենք սիրում ենք իրան եւ նաեւ մենք էլ սիրված ենք եւ մեր հարաբերությունները դրա մասին են, որ փոխադարձաբար մենք ընդունում ենք, ամեն օր ընտրում ենք իրար, մեզ այդտեղ լավ է, մեզ այդտեղ հասկանում են եւ ժամանակի ընթացքում հարաբերությունները փոփոխվում են, մենք էլ ենք փոփոխվում ու դա նորմալ է կյանքում, քանի որ ոչինչ ստաբիլ չի եւ դա բնական է եւ մենք էլ ենք բնական։ Խոսել, պայմանավորվել, փոփոխվել, զիջել, գնահատել, ընդունել ու մնալ այդտեղ։ Հարաբերությունները այն մասին են, որ ես կարամ առանց քեզ իմ կյանք ունենամ, բայց ես ուղղակի չեմ ուզում առանց քեզ։ Ու այդ իմ գիտակցված որոշումն է։ Այո, Դա ես էի հորից։ դա շատ լավ է։ Համաձայնում։ Որտեվ մնալ այդտեղ այդ գիտակցված որոշումը ու Ամենօրյա ընտրություն։ ամենօրյա ընտրություն ու հա, սերը լավ բան է։ Սիրեք իրար։ Այո, ավտոմատ է դա գալիս։ Այո, այո։ Վերջ։